Կիրակի մինչև ուշ գիշեր Ուկրաինայում մասնակի հրադադար հաստատելու, էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության հարցերով բանակցել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները։ Ռիադում է անցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի բնորոշմամբ կառուցողական և արդյունավետ հանդիպումը։ Ռուստեմ Ումերովն է իդեպ գլխավորել ուկրաինական պատվիրակությունը։ Բանակցությունների ընթացքի մասին տեսաուղերձով ինֆորմացիաներ էր փոխանցում Ուկրաինայի նախագահը։ Պատմում էր, որ գոհ է ռուս-ամերիկյան շփումներից, սակայն Ռուսաստանի նախագահի նկատմամբ ճնշումները ուժեղացնելը ըստ Զելենսկիի անհրաժեշտություն է։ Ռուստեմ Ումերովը ինձ զեկուցում է հանդիպման և բանակցությունների ընթացքի մասին։ Անկախ նրանից, թե ինչի մասին ենք մենք խոսում մեր գործընկերների հետ, մենք պետք է Պուտինին ստիպենք, որ հրամայի դադարեցնել հարվածները։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը այսօր պատրաստվում է հյուրընկալել նաև Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը։ Սպասվում են ռուս-ամերիկյան շփումներ փակ դռների հետևում։ Վաշինգտոնը այսօրվա հանդիպման հետ մեծ հույսեր է կապում։ Ըստ ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, զենքերը առաջինը պետք է լռեն Սև ծովում։ Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայում իրական առաջընթաց կտեսնենք, մասնավորապես Սև ծովում, և դրան բնականաբար կհետևի հրադադարի ամբողջական դադարեցումը։ Անհամբեր է նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը կարգադրել է Սաուդյան Արաբիա մեկնածիր պատվիրակներին արագ խաղաղության հասնել։ Նա հույս է հայտնել, որ Ռիադում բանակցությունները կարող են բեկումնային լինել։ Ծանր աշխատանք ունեն անելու Վաշինգտոնն ու Մոսկվան հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը Պավել Զարուբինի հետ հարցազրույցի ժամանակ։ Ըստ նրա, ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել, թե պատերազմը շատ արագ պետք է հանգուցալուծում ստանա։ Առջևում շատ լուրջ, տքնաջան աշխատանք է սպասվում։ Մենք պետք է խորանանք մանրամասների մեջ։ Ուզում եմ բոլորիդ հիշեցնել նախագահ Պուտինի հայտարարությունը, որտեղ նա ասաց, որ իհարկե պաշտպանում է հրադադարի գաղափարը։ Ուկրաինայի հակամարտության հարցում ռուս-ամերիկյան բանակցություններից կարծես թե մեծ սպասելիքներ չունեցող Պեսկովը, սակայն կարծում է, որ եթե նույնիսկ ինչ-որ բանի շուրջ համաձայնության չգան կողմերը, այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունից չպետք է զրկեն իրար։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։